Բարև ձեզ։ Եթերում է բաց նամակ հաղորդաշարը։ Մեր այսօրվա հյուրը բլոգեր է, ինֆլուենսեր, նաև շուտով բրենդի հիմնադիր։ Վալերիա, ողջունում եմ ձեզ։ Ողջույն Լաուրա։ Նախ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հյուրընկալվելու ձեզ մոտ, շատ հաճելի է։ Իդեպ պատմության մեջ առաջին անգամ որ հարցազրույցի եմ գալիս, շատ ուրախ եմ, որ հենց ձեզ մոտ եմ եկել։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես նշեցի հենց հաղորդման սկզբից, դուք բլոգեր եք ու զբաղվում եք բլոգինգով։ Եթե կարելի է ասեք, ինչպես ստացվեց, որ սկսեցիք զբաղվել բլոգինգով, ինչը ձեզ ավելի շատ թրթեց, որպեսզի առաջին րոպեից տեսախցիկ վերցնեք ու սկսեք նկարել ձեր առօրյան։ Եվ առհասարակ խնդրեմ նշեք, ինչի մասին է ձեր բլոգը։ Շատ լավ։ Իրականում պատմությունը բավականին երկար է, որովհետև ամենասկզբում ես չէի էլ մտածում անգամ բլոգինգի մասին, որովհետև Թումոյում էի սովորում, դեռ 12-13 տարեկան էի, նոր մեդիայի դասընթաց ունեցանք օնլայն, այդ շրջանում շատ դժվար էր ինձ համար ինչ-որ տեսախցիկի հետ աշխատանքը, նույնիսկ եթե Թումոյի ներսում ինչ-որ նկարահանումներ էին լինում, ես միշտ խուսափում էի, իրականում նկարվել շատ եմ սիրել փոքրուց, բայց հենց տեսախցիկի հետ աշխատելը ինձ միշտ դժվար է տրվել։ Հետո նոր մեդիայի դասընթացում վերջնական առաջադրանքը, որ ստացանք, ինչ-որ հետաքրքիր post գրելն էր հենց Instagram-ի համար, աշխարհը իմ պատուհանից շատ հետաքրքիր վերնագիր ուներ, որոշեցի ինչու՞ չէ կարելի է, ու այդ շրջանում ես նաև շատ էի սիրում շարադրություններ գրել, բանաստեղծություններ էի գրում, մտածեցի շատ լավ հնարավորություն է, կարելի է, ու գրեցի, չէի սպասում, անկեղծ եմ ասում, բայց Instagram-ում շատ մեծ արձագանք ունեցավ, դատարկ էջում զուտ տեղադրել եմ post-ը որպես առաջադրանք, ունի բավականին մեծ դիտումներ, չէի պատկերացնում, որ հնարավոր է նման բան, բայց մարդիկ շատ դրական միանգամից արձագանքեցին ու որոշեցի շարունակել, ինչ հետաքրքիր մտքեր ունենում էի, ուղղակի ինտերնետից քաշում էի ինչ-որ նկարներ ու ներքևում գրում էի այդ տեքստը, որովհետև մարդիկ շատ հավեսով կարդում էին, հետաքրքիր էր մարդկանց համար, ես էլ այդ տարիքում շատ հետաքրքիր մտքեր ունեի, այդպես ստացվեց ու որոշեցի, որ կշարունակեմ այդ էջում զբաղվել այդ տեքստերը գրելով, շարունակեցի այնքան ժամանակ, մինչև մարդիկ սկսեցին գրել ով է էջի հեղինակը, իրականում բացարձակ չէի մտածում, որ նման հարց կառաջանա, որովհետև ես ուղղակի post-եր էի անում, իմ մասին ոչինչ չկար էջում, ես նույնիսկ իմ անունից չէի գրում, ես երրորդ դեմքով ուղղակի պատմություններ էի գրում, ժամանակի ընթացքում շատացան նամակները, թե ով է էջի հիմնադիրը, ինչով եք զբաղվում, պատմեք ձեր մասին, ու իրականում միշտ այդ հաղորդագրություններին լրջությամբ չէի մոտենում, որովհետև մտածում էի, որ ես անում եմ այն ինչ սիրում եմ, իսկ թե ով եմ, եկեք գաղտնիք մնա, բայց մի առավոտ արթնացա, նամակ ստացա, որ իրականում գիտեք, ձեր արածը շատ անարդար է, մենք հետևում ենք ձեզ, բայց չգիտենք ում ենք հետևում, մի տեսակ սթափվեցի այդ նամակից, որոշեցի ինչ-որ նկար դնել ու ուղղակի ասել, որ ես Վալերիան եմ, այս էջը հիմնադրվել է զուտ առաջադրանք անելու նպատակով, բայց հետագայում նաև արդեն հետաքրքիր ինչ-որ կոնտենտ ստացվեց, նկարը տեղադրելուց հետո մարդիկ միանգամից պահանջեցին, որ շարունակական լինի դա, չէի պատկերացնում, որ իմ համար էլ դա հավես ինչ-որ բան կլինի ու որոշեցի մեկ-մեկ տեղադրել իմ դեմքով ինչ-որ բաներ, ու այդպես ժամանակի ընթացքում ինչքան գնաց շատացավ իմ կոնտենտը, որտեղ ես կայի, ու հետո այն post-երը, որոնք ուղղակի գրում էի, դրանք ջնջվեցին ու փոխարինվեցին հենց այն տեսանյութերով, որը հիմա արդեն կարող եք էջում տեսնել։ Իսկ սկզբնական շրջանում ընդամենը հետաքրքրություն էր ուսումնասիրել ոլորտը, թե արդեն կար ձեր մոտ հստակ նպատակ զբաղվել բլոգով։ Սկզբում դե նշեցի, որ ուղղակի առաջադրանքն էի անում, բայց երբ արդեն սկսեցի իմ տեսանյութերը հրապարակել, մտածեցի, որ կարելի է սրան որպես լուրջ աշխատանք վերաբերվել, որովհետև նման բնավորության գիծ ունեմ, եթե ինչ-որ բան սկսում եմ, կամ պիտի շատ լավ անեմ, կամ ընդհանրապես չպիտի անեմ, ու այդ ժամանակ ոլորտում շատ մարդիկ չկային, ես հիշում եմ մի քանի բլոգերներ կային, որոնցից ոգեշնչվում էի, մտածում էի, եթե այդքան որակյալ
որակյալ կոնտենտ ինչ որ մեկի մոտ ստացվել է, հա, ունենալ, նաև կստացվի ինձ մոտ։ Ինչքան ժամանակ է որ զբաղվում եք բլոգինգով։ Արդեն 2 տարի կլինի որ զբաղվում եմ։ Իրականում տեքստեր գրելը ավելի երկար տևեց, քան վլոգինգը իրականում, բայց շատ հավես փորձառություն էր տեքստեր գրելը եւս, որովհետեւ մտքերը արտահայտելը շատ ուղիղ կապ ունի նաև բլոգինգի հետ, որովհետեւ հատկապես եթե ինֆլուենսեր ես համարվում, պետք է աուդիտորիային ինչ որ կարևոր բան կարողանաս փոխանցել, ինչը ուղիղ կապ ուներ նրա հետ, ինչ ես սկզբում անում էի։ Իսկ քեզ մոտ վախ չկար հասարակության կամ դիտողի կողմից չընդունվելու, չընկալվելու կամ չհասկացվելու առումով։ Իրականում չկար նման վախ սկզբում, որովհետև դեռ դրան չէի առնչվել, բայց եկավ ժամանակ, երբ մարդիկ սկսեցին իրենց կարծիքը արտահայտել շատ ուղիղ կերպով հենց ինձ, այդ ժամանակ նոր սկսեցին վախեր առաջանալ, հիշում եմ դպրոցում, բակում, բոլոր վայրերում, որտեղ ես հնարավոր է լինեի, քննարկվում էր այն հարցը, որ ես Instagram-ում արդեն կամ, մի անգամ նույնիսկ ծանոթներիցս մեկը որոշեց ուղիղ նամակներ գրել ու վստահեցնել, որ ինձ մոտ չի ստացվում։ Իսկ դրանք քեզ խանգարում էին, թե ոչ։ Իրականում ինձ թվում է այդ ժամանակ խանգարում էին, որովհետև ես շատ խոցելի պատանեկան այդ դեռահասության տարիքում էի, երբ ես նույնիսկ ինձ չէի հասկանում ու դժվար էր մարդկանց հասկանալ, ինչի ուղղակի կարելի է թողնել քո կյանքը, անցնել ուրիշին ու այդքան բացասական առումով, բայց ժամանակի ընթացքում ինձ թվում է դա նաև որոշակի առումով շատ լավ էր, որովհետև հետագայում ես սովորեցի դրանց ոչ շատ կարևոր տեղ տալ իմ կյանքում ու հիմա ունենք այն, ինչ ունենք Որպեսզի ավելի պարզ լինի մեր հանդիսատեսի համար, այն մարդիկ, ովքեր չեն հետևում քեզ կամ առհասարակ գրանցված չեն որևէ սոցիալական կայքում, մի փոքր կպատմես ինչի մասին է քո բլոգը։ Իմ բլոգը ի սկզբանե եղել է աղջիկների ու հատկապես պատանի աղջիկների մասին, չնայած իմ աուդիտորիայի հիմնական մասը արդեն երիտասարդներ են, 18-ից 25 տարեկան ու հիմնականում կանայք աղջիկներ են, բայց երբեմն լսում եմ կարծիքներ, որ տղաներին էլ է հետաքրքրում, որովհետև շատ հաճախ պատանեկության խնդիրներից ու դրանց լուծումներից եմ խոսում։ Ես որոշեցի էջում ցույց տալ այն, ինչ այդ պահին ինձ հետ կատարվում է ու փաստորեն ամենասկզբում ինձ հետ հենց այդ պատանեկան դեռահասության դժվար շրջաններն էին, որոշեցի ներկայացնել ինչպես որ կա ու արդյոք լուծումներ դրանց հնարավոր է գտնել, փորձում էի ինքս ինձ իմ մեջ հասկանալ ինքս ինձ ու բլոգը հիմնականում պատանիների մասին է, հիմա նաև որպես դիմորդ եմ ներկայանում, որովհետև պատրաստվում եմ ընդունելության քննություններին, ունում եմ շատ աղջիկական կոնտենտ ինձ թվում է, որովհետև իմ կյանքը ռոմանտիզացնելը իմ կյանքի ամենակարևոր նպատակներից մեկն է եղել ու հիմա ինձ թվում է, ինչքան որ պատկերացնում էի, ստացվում է, ինչ որ չափով նաև փորձում եմ մոտիվացիա հանդիսանալ այն երեխեքի համար, այն աղջիկների համար, ովքեր ուզում են ինչ-որ բան սկսել կամ ուղղակի ապրում են իրենց կյանքը ու ուզում են մի փոքր բոլորից տարբերվել, մտածում եմ, որ նաև այդ առումով մոտիվացիա կա։ Յարո ջան, արի գնանք մեր բաղը, հետո տանեմ մեր տանը, եղիր ստից ջեյրանը, եղիր դարդի սերվանը։ Յարո ջան, արի գնանք շամը, յարո ջան, արի գնանք շամը, գնանք շամը, թանջանա մեր ջանը, յանա, էդ էլ վաղ դիվանը, Խոսելով բլոգինգի մասին, չենք կարող չխոսել նաև վատ մեկնաբանությունների մասին։ Երբևէ ստանում ես վատ մեկնաբանություններ կամ այսպես ասած հեյթերներ ունես եւ ինչպես ես արձագանքում ու հենց ամենասկզբից երբ նոր էիր սկսել վարել բլոգ եւ ծանոթներդ էին քեզ մինչեւ անգամ ասում ես որ գրել են, ինչպես էիր արձագանքում դու այդ ամենին, ծանր էիր տանում թե Իրականում ամենասկզբում իրենց ցույց չէի տալիս բնականաբար, որ դա ինձ համար շատ խոցելի կողմ է, բայց ներսից իրականում շատ դժվար էր ինձ համար, նույնիսկ երբեմն դժվար էր տանը խոսել այդ մասին, ես չէի ասում, որպեսզի նախ ծնողներս, ընտանիքիս անդամները չնեղվեն դրանից, որովհետև սկզբում դեռ իրենք էլ ադապտացված չէին այն մտքին, որ իրականում բլոգինգը մասնագիտություն է, ոչ թե զբաղմունք ուղղակի ազատ ժամանակի։
Հեյթերներ որպես այդպիսին իրականում շատ զարմանալի է մարդկանց համար, բայց որպես այդպիսին կոնկրետ հեյթերներ չունեմ, շատ հաճախ գրում են, որ այն էսթետիկան, որ ես էջում ներկայացնում եմ, կեղծ է, որ դա ուղղակի էկրանից այն կողմ է ու եթե էկրանը անջատեն, ես այդպես չեմ ապրի, բայց ես ամեն անգամ փորձում եմ դրանց շատ նրբանկատորեն պատասխանել, որ իրականում դա իմ առօրյան է, ես սիրում եմ ռոմանտիզացնել իմ կյանքը ու ովքեր ուղղակի դա չեն կարողանում տեսնել, ում աչքին դա շատ է, կարող են ուղղակի չնայել։ Իսկ նամակների հետ կապված իրականում ես այդ ժամանակ ուղղակի պատասխանել եմ, որ եկեք ձեր կարծիքը թողնենք ձեզ, ես անեմ այն ինչ անում եմ, բայց ինչ որ վիրավորական տեքստեր եւ այլն, որ ասեմ ինչ որ կոնկրետ ստացել եմ, չէ, հիմնականում չի եղել։ Իսկ այդ մեկնաբանություններից դրդված երբևէ ունեցել ես միտք թողնել բլոգինգը։ Իրականում այո, ինչ որ շրջան եկավ, որ մտածում էի, եթե կան դրական մեկնաբանություններ, նաև կան բացասականը ու մեզ մոտ այդպես է, չէ, բացասականը ավելի հեշտ է հիշել, ավելի շուտ ենք ֆիքսում։ Մտածում էի, որ կարող է թողնեմ ուրիշ բանով զբաղվեմ, այդ տարիներին շատ զբաղված գրաֆիկ ունեի, դպրոցից բացի արտադասարանական լիքը պարապմունքներ, Թումո էի գնում օնլայն դասընթացների էի մասնակցում, նաև շատ-շատերը ինձ թվում է չգիտեն, ես երաժշտական կրթություն ունեմ, այդ տարիներին նաև երաժշտական էի գնում ու առօրյաս այնքան խառներ, որ եզրին էի կարելի ասել էջը փակելու, բայց իմ գործընկերներից մեկը, իմ սիրելի բլոգերներից մեկը, ով հետագայում նաև դարձավ իմ գործընկերը, ուղղակի այդ պահին շատ մեծ սփորթի ալիք եկավ իրանից իմ կողմ, որ ուղղակի մի պահ եթե նման միտք կա դադարտու, հետո շարունակիր, փակել պետք չի ու ես իրան իրականում շատ շնորհակալ եմ, որ այդ խորհուրդը այդ ճիշտ պահին եկավ ու մինչև հիմա դա աշխատանք է ինձ համար։ Իրականում շատ լավ է, երբ նման դժվար պահերին հայտնվում է մեկը, ով կարողանում է քեզ հետ պահել սխալ որոշումներից։ Ինչպես նշեցի, նաև զբաղվում ես ապակա բրենդի հիմնադրմամբ, հիմնադրում ես քո սեփական բրենդը։ Մի փոքր էլ ներկայացրու ինչի մասին է այն կամ առասարակ ինչ բրենդ, որպեսզի ավելի տեղեկացված լինենք։ Բլոգի հիմնական ուղղվածություններից մեկը դա ինքնախնամքն է։ Ես շատ եմ սիրում խնամքով զբաղվել, շատ եմ էջում կիսվում, ինչ խնամքի միջոցներ եմ օգտագործում, ինչպես եմ անում իմ առօրյա մեյքափը կամ ինչ պրոդուկտներ եմ օգտագործում մաշկս լավ վիճակում պահելու համար ու դա աղջիկներին ամենահետաքրքրող թեմաներից մեկն է կարծում եմ։ Որոշեցի, որ այդ ոլորտում ինչ որ պրոդուկտ պետք է ունենամ ու մարդկանց ինձ մի մասնիկ թողնեմ, որովհետև ես հասկանում էի, որ այն ինֆորմացիան, որը ես փոխանցում եմ, մարդկանց հաճելի է, դա կարելի է պրոդուկտի վերածել։ Բրենդը շուտով կլինի բրենդի բացումը։ Բրենդի մասին ավելի մանրամասն իմ էջում եմ խոսում, շուտով նաև YouTube-յան վիդեո եմ ունենալու առանձին, որտեղ պատմում եմ մանրամասն բրենդի մասին։ Կոսմետիկ պայուսակներ են բրենդի առաջին պրոդուկտները, ունենալու են 3 չափ։ Ինչպես է կոչվում։ Բրենդը կոչվում է Valis, շատ հետաքրքիր պատմություն ունի իրականում բրենդի անունը։ Ես սկզբում ուզում էի դնել Vali _s, այսինքն մի բան, որը պատկանում է Vali-ին, բայց շատ հաճախ նաև ընկերներս, հարազատներ ինձ հենց Valis են ասում։ Առաջացավ միտք ուղղակի առանց ապոստրոֆի էջյան բրենդի անունը կոչել Valis, ստացվեց եւ Vali բրենդ եւ ստացվեց հենց Valis, որոնցեր ինձ դիվում են։ Շատ հետաքրքիր եւ օրիգինալ ձևով եք որոշել ներկայացնել բրենդի անունը։ Հաջողություն եմ ձեզ մաղթում այս ոլորտում եւ քանի որ մեր հաղորդման հիմնական նպատակը պատմություններ պատմելն է, կհիշեք պատմություններ, որոնք տեղի են ունեցել հենց բլոգինգով զբաղվելու ժամանակ կամ հենց բրենդի հիմնադրման այդ դժվարին ճանապարհին, օրինակ գովազդատուների հետ խնդիր, որը շատ հաճախ բախվում են մեր բլոգերները մեր օրերում։ Իրականում գովազդատուների հետ աշխատանքը գուցե կողքից շատ հեշտ թվա, ինչ որ նամակագրություններ, որի արդյունքում դու գումար ես աշխատում, բայց ես կարող եմ վստահեցնել, որ դա բացարձակ այդպես չէ։ Շատ բծախնդիր գովազդատուներ կան, ովքեր շատ հաճախ, եթե ինչ որ մեծ բրենդի մասին չենք խոսում, շատ հաճախ իրանք ուղղակի ոլորտից շատ լավ պատկերացումներ չունեն ու ամենադժվարը հենց այդպես
այդպիսի գովազդատուների հետ աշխատելն է, երբ իրենց դժվար է բացատրել ճիշտը, բայց իրենք փորձում են քեզ հակառակը պնդել։ Իրականում տարիքի հետ կապված շատ խոցելի է եղել միշտ գովազդատուների հետ մեր զրույցները, որովհետև դե բնականաբար երբ նոր էի սկսել դեռ որպես երեխա էի ընդունվում, ընկալվում ու շատ հաճախ երբ որ գովազդատուները դիմում էին, ասում էին մենք քեզ կօգնենք ամեն հարցում, ինչ ուղղություն է պետք, բայց այդ ժամանակ արդեն բավականին հասցրել էի աշխատանքային փորձ ձեռք բերել։ Ինչ որ պատմություն փորձեմ հիշել, մի անգամ սենց շատ անհարմար իրավիճակ ստեղծվեց գովազդատուներից մեկի հետ, պայմանավորվել էինք գովազդի կոնկրետ օր ու նկարահանում էր լինելու, իրականում գովազդների հիմնական մասը ես տանից եմ անում, որովհետև կոնտենտը հիմնականում տնային է ու հենց այդպես էլ պահանջում են, բայց լինում են դեպքեր, երբ ոլորտի հետ կապված կամ հենց գովազդատուն խնդրում է նկարահանումը տանից դուրս անել։ Ֆիքսել էինք շաբաթ օրը ժամը 1-ին ու ես սովորություն ունեմ նոթատետրում կոնկրետ համագործակցության օրերը ֆիքսում եմ, որովհետև կապված շատ ծանր գրաֆիկի հետ ես կմոռանամ, եթե չգրեմ, ու շաբաթ օրը այդպես ֆիքսում եմ, դեռ մեկ շաբաթ կար, հաջորդ օրը իմ գրելու հաջորդ օրը զանգում է գովազդատուն ու խնդրում, որ եթե հնարավոր է փոխենք կիրակի օրը, որովհետև շաբաթ նկարահանող թիմը չի հասցնի գալ, ասում եմ հա իհարկե խնդիր չկա, շաբաթ կիրակի իմ ազատ օրերն է, կանենք ու այդ պահին ես նկարահանման էի դրսում, գալիս եմ տուն ու մոռանում եմ, որ նոթատետրի մեջ պետքա փոխեմ նկարահանման օրը ու գնում եմ տուն ու մտածում եմ ոնց կազմակերպել շաբաթը, որ շաբաթ օրը ես ժամը 1-ին նկարահանման եմ, ամեն ինչ փոխում եմ, պարապմունքներ եմ հետաձգում, որ շաբաթ օրը ժամը 1-ին կոնկրետ նկարահանման վայրում լինեմ, գնում հասնում եմ նկարահանման ու ոչ մեկ չկա, զանգում եմ չեմ պատասխանում, ինչ ստացվեց, չեմ հասկանում այդ պահին, մի փոքր նաև նյարդայնանում եմ, նկարահանող խումբ եք հավաքում, ինչի չկա եւ այլն։ Չես զանգել։ Զանգեցի, պատասխան չկար իրականում այդ ժամանակ, ինձ թվում է կամ իրականում շատ հայտնի բրենդ, որը բոլոր ինֆլուենսերների հետ գրեթե աշխատում է ու շատ նորմալ է, որ իրանք այդ ժամանակահատվածում աշխատանքային ժամ էր, շաբաթ օրը ժամը 1-ին մի խոսքով հուսահատված տուն եմ գնում, ամբողջ ճանապարհին մտածում եմ լավ, հնարավոր է փոշմանել են, չեն ուզում աշխատել գնում եմ տուն ու ճանապարհին պատահական հիշում եմ, որ փոխել էինք կիրակի օրը, բայց արդեն այդ ժամին պարապմունք էի դրել, որովհետև շաբաթը փոխարինել էինք կիրակիով, զանգում եմ ներողություն եմ խնդրում, որ այդպիսի բան է եղել, իրականում իրանց էլ է շատ լավ, որ այդ օրը չհարմարվեց, իրանք էլ ուրիշ ծրագրեր ունեին, այդ նկարահանումը հետաձգվեց բավականին, կարծեմ 1 ամիս այդ նկարահանումը հետաձգվեց դրա պատճառով, բայց հետագայում շատ սիրուն համագործակցություն ունեցանք ու մինչև օրս էլ աշխատում ենք։ Շատ հետաքրքիր ու զվարճալի պատմություն էր իրականում, այստեղ նաև հենց հիմնական շիշտը այնտեղ է, որ չափազանց շատ զբաղված լինելով մարդը կարող է իրականում ամեն ինչ մոռանալ եւ ոչինչ էլ չանել։ Այո։ Իսկ բրենդի հիմնադրման հետ կապված թեկուզ դժվարություններ կամ այսպես զվարճալի պատմություններ չկան։ Իրականում ես բլոգում շատ հաճախ եմ կիսվում, որ իմ ամենասիրելի գույնը, իմ գույնը, այդպես են ասոցացնում, վարդագույնն է, շատ հաճախ ուղղակի վիդեոներ, որտեղ կա վարդագույն դետալներ, հետևորդներս ուղարկում են ինձ կամ նշում են կոմենտներում, ինչը բավականին հաճելի է, որովհետև ես ի սկզբանե շատ էի ուզում, որ այդ ասոցիացիան լինի, իմ առօրյայում էլ վարդագույնը շատ կա, ու ես ուզում էի, որ առաջին նմուշները, պրոդուկտի, որը ես կարտադրեմ, բրենդը, որը հիմնադրվի լինի վարդագույնի հետ ասոցացված ու իրականում մենք մտածել էինք շատ բարձր որակի կտոր ունենալ, որը Գյումրիում բավականին դժվար էր գտնել, Երևանում հազվադեպ կար ու խմբաքանակ կար, որը մենք պետք է հասցնեինք ունենալ մինչև բացումը ու այդքան կտոր չկար, բայց մեզ պետք էր կոնկրետ վարդագույնը, նայում ենք բոլոր մարքեթփլեյսերում իմ ուզած վարդագույնը չկա, որովհետև կոնկրետ երանգ էի ես նշել, որ ուզում եմ,
Այդպես բավականին դժվար ստացվեց հենց կտորի գտնելու հետ այդ հարցը, բայց վերջում ստացվեց այնպես, որ առաջին պրոդուկտը վարդագույն չի լինելու, որովհետև կտորը չգտանք։ Իրականում Ինչպես հաղթահարեցիր այդ ցավը։ Իրականում շատ մեծ ցավ չստացվեց, որովհետև մենք որոշեցինք, որ իր ժապավենը ու ցեփը, հա, կլինի վարդագույնով։ Մենք որոշեցինք մոխրագույնի ու վարդագույնի համադրություն ստանալ, ինչը շատ մեղմ համադրություն է, կարծում եմ գունային։ Շատ կուզեի, որ վարդագույն լիներ իրականում, բայց ունենք այն ինչ ունենք, սպասենք խմբաքանակին, որը արդեն արտերկրից պատվիրել ենք հենց այդ գույն, ու կարծում եմ արդեն երկրորդ պրոդուկտը, որը կունենանք հենց վարդագույնով կլինի, կկարողանամ լրիվ անել են, ինչ պատկերացնում էի։ Իսկ հիմնականում շեշտը դնելու ես այդ երկու գույների մեջ, թե հետագայում կնոջները հույս ունենան, որ օրինակ իրենց սիրելի գույնը եւս կլինի։ Իրականում մենք որոշել էինք, որ 4 եղանակ, 4 կոսմետիկ պայուսակ ու այդպես էլ կլինի, յուրաքանչյուր եղանակ կունենա իր թեմատիկ պայուսակները։ Պայուսակները լինելու են ընտրության հնարավորությամբ 3 տարբեր չափերի, հաշվի ենք առել եւ սպառողների զբաղվածությունը, ինչ ոլորտների պատկանող մարդիկ են լինելու, հիմնականում նաեւ շատ լավ ուսումնասիրել ենք պայուսակների չափերը, ինչ պայուսակի մեջ ինչ չափի կոսմետիկ պայուսակ կտեղավորվի։ Իրականում նաև նորամուծություն, ինչ-որ նոր մշակույթ ենք որոշել բերել մեր կոսմետիկ բեգերով։ Հիմա չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց ինքը ուղիղ կապ կունենա այն խնդրի հետ, որը գալիս է լուծելու։ Պրոդուկտը կունենա 3 չափ, 3 տարբեր գույներով ու ամեն եղանակին կփոխվի իր թեմատիկայով, քանի որ սկիզբը կարծում եմ ձմռանը կլինի, դեկտեմբերի մեջ փորձում ենք անել բացումը բրենդի, եթե ստացվի ու կարողանանք հասցնել կապված խմբաքանակի հետ, կլինի առաջինը ձմեռային խմբաքանակը, որտեղ ձմեռային թեմատիկայով կլինի ու կարծում եմ նվերների հիանալի շրջան ենք ընտրել, որ թեմատիկային համաձայն մարդիկ կարողանան իրենց կամ իրենց սիրելիներին նվիրել այն, ինչ մեր սրտից պոկել փորձել ենք տալ բրենդին։ Իրականում շատ հետաքրքիր ու շատ ողջունելի միտք է ստեղծել բրենդ շատ երիտասարդ տարիքում, որը պահանջում է շատ մեծ ջանքեր, մեծ մտահղացում, աշխատանքներ, հաղթահարել ես կամ հենց սկզբից չկար մեջդ վախ չկարողանալու ուզածդ կամ հենց մտքերդ լիովին փոխանցելու ու ստանալու մեջ։ Իրականում 2 տարի առաջ ունեի լրիվ այլ բրենդի միտք, ոլորտի հետ բացարձակ կապ չունեցող լրիվ ուրիշ բան, ու այդ շրջանում նամակ եմ ստանում համագործակցության առաջարկ ակադեմիայից, որը բիզնես դասընթացներ ունի անհատական։ Իրականում ես դասընթացներ երբեք չեմ մերժում, չեմ աշխատում հիմնականում բարտերային տարբերակով, բայց այս կրթությունը այն ոլորտներ, որ համաձայնում եմ։ Դասընթացը զբաղվածությանս ու գերհոգնածության պատճառով կիսատ եմ թողնում, բայց մարքեթինգի ուղղվածությամբ էր ու բիզնես ոլորտեր, ինչպես ստեղծել սեփական բիզնեսը, ու ես շատ էի հետաքրքրված այդ ոլորտում, բայց ցավոք դասընթացը կիսատ եմ թողնում։ Անցնում է 1 տարի մոտավորապես, բայց հետևում էինք իրար դասընթացավարիս հետ, կապը կար, ամեն դեպքում դասընթացը չէր շարունակվում, բայց շարունակում էի ակադեմիայի քայլերին հետևել, իրան գնալով ամեն օր ինչ-որ նորություն էին ունենում։ Հասկացա, որ լրիվ ուրիշ բան եմ ուզում անել, բայց այս անգամ հստակ ուզում եմ։ Գրեցի ակադեմիային ու պարզվեց, որ հենց մեկտեղ ունեն դասընթացի համար, շարունակեցի դասընթացը, մարքեթինգ եմ ուսումնասիրում մինչ օրս։ Դասընթացը շատ կարևոր էր ինձ համար, որովհետև ուղակի ինչ-որ պրոդուկտ պատվիրել, շատ հավանական տարբերակ է, պատվիրել ինչ-որ պրոդուկտ, իրա վրա ուղակի ավելացնել լոգո ու ստանալ բրենդ շատ նորմալ է, յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես ստեղծել իր բրենդը, բայց քանի որ ես ուզում էի հայկական արտադրանքի բրենդ ունենալ, որոշեցի, որ ամեն ինչ կլինի գիտելիքների հիման վրա, իսկ դա հնարավոր էր միայն մասնագետի միջնորդությամբ։ Այդպես դասընթացը մինչև հիմա շարունակում եմ, ուսումնասիրում եմ մարքեթինգը, ուսումնասիրում եմ բիզնես ոլորտը, հաճախորդներ, մրցակիցներ, շատ հետաքրքիր ոլորտ է, հիմնականում այդ գիտելիքների վրա էլ հիմնվեց բրենդը։ Իրականում ինձ թվում է առանց իրենց միջամտության շատ դժվար կլիներ, որովհետև կողքից ինչքան էլ հեշտ այդ ամեն ինչը իրականում շատ բարդ է։
Մի խոսքով ունեք շատ հետաքրքիր ու բուրըն առօրյա, որը շատերին հետաքրքրում է։ Այո, կարծում եմ կարողանում եմ հասցնել ներկայացնել այնպես, որ դա եւ մոտիվացիա լինի ինչ-որ առումով, եւ կարծում եմ որոշ առումով ինձ համար պատասխանատվություն է, որովհետեւ այնինչ գիտի աուդիտորիան, պարտադիր պետք է իրականանա, որովհետեւ կարծես խոսք եմ տալիս իրենց անել։ Իսկ դուք բլոգինգին վերաբերվում եք որպես աշխատանք, թե սիրելի զբաղմունք։ Իրականում հարցին այսպես պատասխանեմ, ես շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ցանկացած գործի, որ անում եմ, դա կլինի ինչ-որ տնային գործ, որը մայրիկին օգնելու համար կանեմ, մինչև վերջացրած այն գործերից, որը հենց իմն են։ Բլոգինգը ի սկզբանե եղել է շատ պատասխանատվություն իր մեջ ունեցող աշխատանք ինձ համար, բայց նաև սիրելի գործ, որովհետև ես գտել եմ ինձ այստեղ, ես չեմ պատկերացնում ինձ առանց բլոգինգի, նույնիսկ երբեմն ունենում եմ նման մտքեր, որ եթե չլիներ բլոգը, ինչ էի անելու։ Բլոգինգը սիրելի գործ է, բայց որին շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, այսինքն 24/7 աշխատանք, երբեմն ավելին, քան պետական աշխատողներն են անում, որովհետև բլոգերից ավելի շատ ուժ ու էներգիա է պահանջում աշխատել ոչ միայն քեզ, այլ նաև քեզ դիտողների համար։ Թողարկման այս հատվածում ինչ ուղերձ ունես քո հետևորդներին կամ առհասարակ մեզ դիտողներին։ Շատ եմ ուզում, որ նպատակները երբեք աչքաթող չլինեն, միշտ արժի գնալ նպատակների հետևից, որովհետև այն մարդը, ով ունի ձգտում ու աշխատում է իր վրա ամենաառաջինը, հաստատ արդյունքի կհասնի։ Ես միշտ բլոգում եմ ասում, այս աշխարհը մի քանի հոգու համար չի ու հաջողություններն էլ մի քանի հոգու համար չեն, եթե ինչ-որ մեկը կարողացել է, դուք կկարողանաք նույնիսկ ավելի լավ կարողանակ ինձ թվում է, որովհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ կատարելագործվում է ու երբեք ուշ չի սկսելու համար, կարծում եմ ամենակարևոր բանը կյանքում ունենալ նպատակներ ու ամեն ինչ անել դրանց հասնելու համար։ Ուրախ եմ, որ անկախ ամեն ինչից չես հուսահատվել, երբեք չես հանձնվել ու շարունակում ես զբաղվել են ամեն ինչով, ինչը քեզ համար շատ հետաքրքիր է ու սիրելի է։ Իսկ ցեզ մեր սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ ենք մեր հաղորդումը դիտելու համար։ Հուսամ, որ մեր դեռահասները կամ շատ երիտասարդ մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել բլոգով կամ հենց իրենց սիրելի աշխատանքով, բայց հասարակության կարծիքը հաշվի առնելով եւ հասարակության կարծիքից կախված լինելով չեն զբաղվում են ամենով, ինչը նրանց կերջանկացնի եւ կզգան լիարժեք, հետևեք ձեր սրտին։ Շնորհակալություն։